Ֆունկտորներ C# ծրագրավորումը շարունակում ենք, ֆունկցիաներ, օպերացիաներ արդեն մասը անցանք, ինչ են ֆունկտորները։ Ֆունկտորները տեխնոլոգիա են, ծրագրի հրամանների միջոցով կատարվող հրամանները adjourned at control-ից այդպիսի հրամաններ կան։ Հիմա փոխակերպման տեխնոլոգիա ենք օգտագործում, բացարձակ ցանկալիա, այսինքն ոչ թե նրա դասական մասը ֆունկցիոնալ, այլ օպերացիոն մասերը, այսինքն քվանտների հետ գործ ունենալու համար։ Քյուրշարքում փոխակերպել է թույլատրվում քվանտային օպերացիաները։ Պարզա մաթեմատիկական հիմա տերմին կասեմ, այսինքն իրենք փոխակերպում են մի վիճակից մյուսը։ Միտք մենք նույնիսկ անցել ենք նախորդ դասին։ Հիմա տեսեք, մաթեմատիկարեն օպերացիաների ռեֆլեքսիությունն է պաշտպանում եւ կոմպոզիցիոնությունը, կոմպոզիցիա բառից է։ Այսինքն պետք է ինքը ռեֆլեքս, այսինքն ինքը կարողանա արտապատկերի տա հակադարձի, այսինքն մեզ պատասխանի տեխնոլոգիան, իսկ կոմպոզիցիոնը դա հավաքագրման կամ թույլատրում է խմբավորել համակարգի մեջ։ Մաթեմատիկական տերմին են չխորանանք։ Մենք աչքերս փակում ենք այստեղ, չենք խորանում այդտեղ, մեզ պետք չի, բայց կարող ենք ասել, որ այս ֆունկտորները, այս ձևափոխիչները գործողությունները փոխում են, բայց տրամաբանությանը ձեռ չեն տալիս։ Տրամաբանությունը մենք ասել ենք կոդի մասը, ներքին մասն է կոչվում տրամաբանությունը նաև նրա գործողությունների տեխնոլոգիան, այսինքն քվանտային մեխանիզմներին ձեռ չենք տալիս, բայց ձևափոխում ենք, այսինքն հեշտացրած ձևափոխման տեխնոլոգիաներ են։ Առավել եւս շատ հետաքրքիր բան ասեմ, քանի որ մենք կոգերենտ վիճակ ենք դնում, քյուբիտները գտնվում են superposition-ում, եւ այդտեղ նրբություններ առաջանում կարճ ժամանակում շատ բան անելու, այսպիսի օգնող հրամանները տրամադրում են մեզ, որպեսզի կարողանանք այդ միկրոաշխարհում, այդ միկրոժամանակում ունենանք մեր տրամաբանական անցումը։ Ինչևից է, ինքը գեցերի նմանագեցերի փոխելու վիճակին, գեցերի հետ աշխատում է, գործողություն են անում։ Մենք հիմա կտեսնենք, որը ինչ է անում։ Joint համակարգը ինքը հակադարձելություն է թույլ տալիս ապահովել, հետ բերելով 1 եւ ավերշուկը ինվերս անում, այսինքն հակադարձելությունն է բերում, տրամաբանական գործողությունը չի փոխվում եւ այդ կանչի ժամանակ մենք կտեսնենք առաջին ինչ նրբություններով են կանչում եւ երկրորդ օրինակը երևի լավագույնը կլինի control-ը թույլ է տալիս ղեկավարելով C-node տեխնոլոգիաներն են control բառը, այսինքն վերահսկող տարբերակն է, լրացուցիչ քյուբիտների կարիք կա, նորից եմ ասում, լրացուցիչ քյուբիտ է մեզ պետք, որպեսզի control-ը այդտեղով մշակվի եւ գնա։ Ուրեմն ինչն է իր իմաստը, օպերեյշնները մի բոդիով են աշխատում, տեսեք, օպերեյշնը կարող է գրել այսպես, կաշխատի, էկվիվալենտ է, որ բոդի գրվեր, երեք կետը, որ պարամետր կա, պարամետրերի մուտքի մասը, վերացական է գրված, սա բացարձակ նույնն է, բայց բոդին լռելությամբ չի գրվում։ Ինչն է հետաքրքիր, այ որ օպերեյշնը մի բոդի ունի եւ պարզա ֆունկցիայի մեջ ֆունկցիա մենք նկարագրում ենք ժամանակին, մեթոդներում եւ այլն, ներդրված ֆունկցիաներ, կանչը ուրիշ բան է, կանչը call-ն է, callable-ն է, բայց կոդ գրել, ներդրված լինել, C# չի որ delegate լինի, C# չի որ լամբդա արտահայտություն լինի, C# չի որ անանուն մեթոդ լինի, այստեղ կարճ ասած մի բոդի, այս մի բոդիա ցավը, որը որ քվանտային համակարգն է մեզ հրամայում եւ ժամանակի մեջ դեռ շատ փոփոխություն կլինեն հրամաններում, այս հրամայում է մեզ կարճ ասած քվանտային համակարգը, որպեսզի կարճ ասած մենք ստանանք ոչ դետերմինացվածից կարողանանք դուրս գալ։ Ինչևից է, այս փիլիսոփայական մասը ես կարող եմ այդպես ասել։ Մի բոդիի դեպքում պատճառով է նաև, որ այս ֆունկտորները մեզ պետք են գալիս, այսինքն մի բոդիի պատճառով ոնց որ դու բոդիի մեջ նոր բոդի ես ստանում,
Այս տեխնոլոգիայով շատ լավ է, այսինքն ոնց որ ներդրում ենք, բայց այդքան ներդրված ֆունկցիա չի, ոնց որ ուրիշ տեղ կանչում ենք, բայց իր մեջ ներդրված լինի, որտեվ նույն ենթադրենք տեսանելիության տիրույթի մասին է խոսքը գնում։ Պարզ է, մենք կվերցնենք կլասիկայից մի գեղեցիկ բառ, գեղեցագույն բառ, implicit-ի ձևով, նրանք ուղղակի implicit նշանակում է, ասենք, եթե մենք C# հիշենք, long-ին հանգիստ integer տալիս եք, հակառակը explicit է կլոր փակագծերով, նշանակում է հայտարարել explicit, երկու ձևներ թույլատրում է, մյուսը կարող ենք explicit, այսինքն ստիպողական փոխակերպումով գնալ, մեկը implicit։ Ինչևից այս երկու տեխնոլոգիաները այստեղ կան։ Ну, 3 կետը նշանակում է արգումենտների առկայություն, որոնք օպերացիան կարող է ստանալ։ Այստեղ կարող եք գրել դրա մասին։ Հիմա այս երկուսը բացատրեմ, անցնեմ օրինակին, կարճ դասերից է, հեշտ դասերից է, մատեություն ունի ինքը, որ ինքը ունի թերություն, ունի դժվարություն, քվանտային, կարճ ասած, տեխնոլոգիաները քվանտային կյուբիտների հետ կապված, դրա համար ինչ որ հնարքներ են կատարում։ Specialization, ասինքն սպեցիալիզացիա լինելով join-ի ինչ է անում։ Ունիտար գործողությունների հակառակն է կատարում եւ շատ կարեւոր է, այ եթե դուք ձեր ծրագրերում is ADG եք տեսել, զարմացել եք, ես էլ ձեզ նման։ Հիմա չենք զարմանում, ընդամենը ինքը թույլ է տալիս այսպիսի հրաման դնել, կարող եք եւ չդնել։ Բայց բլոկի ներքին բոդիի մեջ նոր բոդիա տեխնոլոգիաների հնարավորությունը կա։ Վերջը, որ դնում եք չի խանգարում։ Ցույց է տալիս, որ մենք նաև իրավունք ունենք այս հրամանը կանչել։ Control-ը ինչ է անում։ Նա առաջինը is control-ը գրում, եթե գրում եք, ուրեմն դա իրավունք ունի, եւ ինքը կառավարող տեխնոլոգիան, կառավարելով հնարավորություն է տալիս ձևափոխել, տեսեք, ինքը աստեղ գործողությունների ձևափոխիչներ են։ Տրամաբանության, այսինքն կառուցվածքին տվյալ entanglement կլինի, թե կլինի teleport եւ այլն, այսինքն տվյալ քվանտային սիստեմայում ալիքային ֆունկցիային ինքը չի խանգարում։ Շատ լավ։ Պարզա կառավարման տեխնոլոգիան մեզ ստիպում է, ասում է, C-նոթով ենք իմացել, C-նոթով ենք իմացել, C-նոթը TOEFL-ն է, C-նոթը XOR-ն է, բանից կլասիկայից իմանալով կառավարման բիթը եթե մեկ է, նոր ինքը կատարում է այդ գործողությունը, որը որ իր բոդիի մեջ է, փորձում է կատարել։ Եվ օրինակը։ Փորձենք օրինակը աշխատացնել։ Ինքը մեզ կտա սկզբնական վիճակը 0, հիշենք սա, վերջնականը 1։ Տեսնենք։ Ունեմ operation, շատ լավ։ Ինքը թույլ է տալիս մտնել ուրիշ բոդի, բայց երկուսը մեկտեղ, շատ հարմար ձև է, is-էլ չենք գրում, եւ այս երկուսը գումարածով է գրվում, չվախենալ, void է վերադարձնում, այսինքն ոչինչ չի վերադարձնում, սա նմանացնում եմ կլասիկային, հեշտ լինի entry point ունենք ոչ մի եւ այլն, եւ ունեմ qubit ֆիգուրնի փակագծերով։ Ինքը տեսեք using անում qubit ֆիգուրնի փակագծերով եւ մի հատ էլ դրանից կունենանք էլի նույն ձևով։ Հիմա փորձենք աշխատացնելու, առաջինը 0։ Ես մեսեջ եմ անում, չմոռանանք, ցանկացած qubit նախնական բազիսային 0, բայց qubit վիճակ 0 չի։ Այն բրեկետներով, որ գրվում է, բանով, գից մեծի նշան 0, դա շակմա superposition հնարավորություն ստանալու տեխնոլոգիայով։ X եմ անում։ X-ին աշխատացնում է, քանի որ ինքը թույլ է տալ։ Այստեղ նույնիսկ եթե join-ը գրած չլինի, ինքը կաշխատի։ Այստեղ եթե join-ը գրած է, is-ը արտադիր է, հակառակ դեպքում չի աշխատի։ Կատարվի հակառակ գործողությունը կվերադառնա այստեղ։ Այսինքն ես ունեմ 0, ինքը կսարքի 1 էքսադրած, ուրեմն apply x եմ արել, ինքը տրամաբանորեն գնում է նորմալ ձևով, ես join եմ անում, թույլատրում է եւս վերադարձնել 0, այսինքն 1 սարքեցի հիմա 0, աշխատեց։ Փոքր, ասեմ, նրբություն չկա, control-ը ավելի նուրբ է։ Ինքը ասում է ժամանակավոր qubit, այս qubit-ը եթե 1 լինի, ապա ես կարող եմ հանգիստ աշխատել։ Նախնականը բազիսայինը 0 է,
Ուրեմն x-ը պետք է կիրառել հենց մեզ մոտ։ Բազա եւ տալ կարճ ասած մեր տեխնոլոգիաներին, որի անունը չմոռանանք, նորից ես մոռացա, ֆունկտորներ տեխնոլոգիայի։ Ուրեմն ֆունկտորներ տեխնոլոգիայում ասում է, գրման ձևն է կարևոր, աշխատացնել էս օպերացիան, կոնտրոլը դրած է, ուրախ ենք կաշխատի, կոնտրոլը 1 լինելու դեպքում, եթե 1 լինելու դեպքում, ինքը Q-ն կաշխատացնի, այսինքն Q-ն կբերի, Q-ն կցուցադրի, այսինքն ինչ կստացվի, որ մեզ մոտ Q-ն, որը որ 0 էր, դարձավ 1, այսինքն մենք կոնտրոլով 1-ի բերեցնու տեխնոլոգիան աշխատացրեցինք։ Ասելու բան չկա, այս մասը համարվենք ավարտված։ Ֆունկտորները դրանք տեխնոլոգիա են, որպեսզի տվյալ օպերացիայի մեջ հնարավորին չափ գործողությունների ձևափոխիչներ աշխատեն մեզ հարմար քվանտային գեյտսերի աշխատանքը ուղղորդելու, կատարելու, կարճ ասած, քվանտային ինֆորմատիկայի էլեմենտներից մեկն է։